Շատ սիրելի հետևորդներ, վերջապես եկավ այն օրը, որ մենք միասին պիտի գնանք, մասնակցենք փոքրիկ տաղանդավոր ջութակահար Մարի Քլերի ֆինալի համերգը։ Մենք հիմա գտնվում ենք Ֆրանսիայի հյուսիսային շրջանի Կամբրե քաղաքում, որը լի քաղաքից գտնվում է ավելի հյուսիս, եւ սա հենց նույն մեր շրջանն է, որտեղ որ պիտի տեղի ունենա Կամբրե քաղաքի անվանումը այդ ֆինալի համերգը եւ պետք է մասնակցի մեր ընդհանուր այս հյուսիսի շատ լավ սիմֆոնիկ նվագախումբ կա, այդ նվագախումբը պիտի մասնակցի հենց այսօրվա ֆինալի համերգին, այնպես որ կարծում եմ շատ հրաշալի միջոցառում կլինի, իսկ մինչ այդ մենք զբոսնում ենք Կամբրեի հրաշալի տեսարժան վայրերով, քաղաքն ենք ուսումնասիրում, շատ փոքր քաղաք է, ասեմ ձեզ, ընդամենը 32,000 բնակիչ ունի եւ միջնադարում է ստեղծվել հռոմեական դարաշրջանում եւ միշտ համարվել է շատ կարեւոր առևտրի եւ կրոնական կենտրոն։ Այստեղով է անցնում Շելդա գետը, որը գնում միանում է Հոլանդիային, որից հետո թափվում է հյուսիսային ծովը, կան մի քանի եկեղեցիներ, քաղաքը փոքրիկ է, կոմպակտ է եւ այդ ամենը գտնվում է քաղաքի կենտրոնում, գտնվում է նաեւ աշտարակը, Բեֆխուան։ Մի խոսքով այստեղ կան նաեւ Ռումբեսի հիանալի նկարը, որը հիմա մենք գնում ենք եկեղեցի, գտնենք եւ տեսնենք իրականում այդտեղ կա թե ոչ։ Մի խոսքով վայելում ենք քաղաքը, եղանակը լավն է, հաճելի է, նման է մեր քաղաքի եղանակին եւ այսպես հյուսիսային շրջանն է իր շատ գեղեցիկ շքեղ ճարտարապետությամբ, որը որ տարբերվում է Ֆրանսիայի մնացած մարզերի ճարտարապետությունից, յուրահատուկ է, ընթացքում դուք դա կտեսնեք եւ ինքներդ կհամոզվեք, դե գնացինք միասին դիտելու։ Սկսեցին քաղաքի ուսումնասիրությունը հենց այս կետից, այս աշտարակը այս պահին փակ էր, բարձրանալ հնարավոր չէր, որն էլ հանդիսանում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Հիմա փորձում ենք գնալ դեպի գլխավոր հրապարակը։ Տեսեք, թե ինչ հետաքրքիր շենքեր են, գույներով եւ իրենց ճարտարապետական ոճով։ Շարժվենք առաջ եւ տեսնենք, թե ինչպիսին է Կամբրեն։ Փոքրիկ այս հրաշք քաղաքը, որը հազարավոր այցելուներ է ունենում։ Ահա տեսեք ընդհանուր տեսքը ինչքան հանգիստ է։ Եվ արդեն մի փոքր առաջ անցնելով նկատեցինք, որ այս էլ բրադրի է, որ մեզ մոտ լինում է սեպտեմբերին այս քաղաքում էլ երևի այսօր այս փոքր հատվածը թե շատ չգիտեմ, այդ ժամանակ չկա որ գնանք պտտվենք նայենք։ Բայց փաստորեն բրադրին ամբողջ քաղաքով մեկ է։ Ահա քաղաքի գլխավոր հրապարակը եւ որտեղ էլ արդեն ցուցադրված են բոլոր խանութների, ինչպես նաեւ անհատական մարդկանց վաճառվող իրերը։ Ահա գնում ենք դեպի այս հրաշալի եկեղեցին, որտեղ որ հույս ունենք դիտելու Ռուբենսի նկարը։ Սիրելիներս, շատ հետաքրքիր քաղաք է։ Առաջ ենք շարժվում դեպի այդ եկեղեցին, որտեղ Ռուբենսի նկարն է։ Իսկ ընթացիկ մտնում ենք նաև խանութներ, քանի որ զեղչերի շրջան է, բնականաբար անտարբեր չենք կարող անցնել, այստեղ ավելի հանգիստ է, հերթ չկա, սիրուն շենքեր, ամեն ինչ, մի խոսքով տաք, փոքրիկ քաղաք է, ջերմ, իրար մարդիկ բարևում են, խոսում են, ճանաչում են, այ դա է շատ հետաքրքիր եւ ճարտարապետությունը ես ավելի շատ սկսեցի նմանեցնել էլի հյուսիսում գտնվող Աղաս քաղաքին, որտեղ մենք նոր տարվա օրերին եղել ենք եւ Եվրոպայի ամենագեղեցիկ զարդարված տոնածառը Աղասում էր։ Տեսանյութը կտեղադրեմ, կնայեք։ Տեսեք, աղմուկ էլ չկա, հանգիստ է, խաղաղ է։ Դա է դուր գալիս, էլի երբեմն պետք է փոքր քաղաքներում ապրես։ Իր առավելություններ ունի փոքր քաղաքը ջերմության առումով, մարդկության առումով։ Ցավոք այս եկեղեցին, որ կոչվում էր Սան-Ժեղի, փակ էր։ Այստեղ կիրակի օրը այս եկեղեցին փակ է, չնայած ես չեմ զարմանում, ահա տեսեք, թե ինչպիսին էր քաղաքապետարանի շենքը եւ արդեն աշտարակը, շատ քայլել պետք չէ այստեղ,
Հրաշալի են բոլոր կառույցները, հատկապես այս մայր տաճարը։ Մոտենանք եւ մոտիկից ուսումնասիրենք եւ ներքևում էլ արդեն կոչվում է Դելապորտ Պարի, այսինքն այն ամենը, ինչը որ այս քաղաքը առանձնանում է իր յուրահատկությամբ։ Տեսնում եք հեռոմանությունները։ Դե հիացեք նաև ծաղիկներով, հիշում եք Բրյուգեում ասեցի, որ շատ սիրուն է նման ձևավորումը, փաստորեն Կամբրեում էլ այսպես գեղեցիկ փողոցները զարդարված են ծաղկե փնջերով, որը շատ սիրուն է։ Ցանկալի կլիներ մեր քաղաքում էլ տեսնեի նման բան։ Ահա տաճարը, որը նույնպես փակ է սիրելի հետևորդներ։ Այս հատվածում մի լավ ուսումնասիրելուց հետո նորից առաջ եք շարժում։ Քաղաքը փոքր է, այսինքն կարելի է մի կես ժամում ամեն ինչ տեսնել։ Տեսեք տարբերությունը, գույները, թե ինչպիսին է նաև Փարիզի Նոթրդամի, նաև մեր քաղաքի տաճարների ճարտարապետական ոճը ինչքան տարբերություն կա։ Մի լավ նայելուց հետո նորից շարժվենք, հիմա գնանք մյուս կողմով։ Տեսնենք, թե այդտեղ ինչ ենք նկատում։ Քաղաքի շուրջ անցնում էր գետը, որը հայերեն շլդա է կոչվում, փոքր այդպես գետ է, իսկ ահա այս նշածս Պարիսպը, որը հենց կարծես թե մուտքը լինի, շատ շքեղ էր։ Առաջ շարժվենք, տուրիզմի կենտրոնն է, Office de Tourisme, որը նույնպես էլի փակ էր, իսկ սա էլ արդեն Մարիամ Աստվածածնի տաճարն էր։ Առաջ են գնում նորից, սա կենտրոնում է գտնվում, որն էլի փակ էր։ Փաստորեն բոլոր նմանատիպ տեսարժան վայրերը կարելի ասել փակ էին։ Չգիտեմ, միգուցե տոնավաճառներ պատճառը։ Ահա այն շենքը, որտեղ տեղի ունենալու համերգը կամ մրցույթը։ Ինչքան գեղեցիկ շենք է, չէ՞, թատրոնի շենքն է, հին, տեսնում եք, որտեղ նաև կոնսերվատորիան է։ Մասնակիցները 9 են, հաղթող են ճանաչվել 9, բայց այսօր բացակայում է 1 մասնակից։ Սա արդեն սպասասրահն է շենքի ներսում, եւ մենք արդեն սպասում ենք, որ երբ պիտի բացեն դռները։ Շրջան արդեն եկել ենք, տեղավորվել ենք, որ համերգը կսկսվի։ Քաղաքը նայեցինք, պտտվեցինք, շատ սիրուն քաղաք էր, դե փոքր էր, ամեն ինչ կար, ափսոս որ փակ էին։ Հիմա թե այդ բրադրին էր, թե ընդհանուր այստեղ ընդունված է, որ փակում են, պատարակ հարել են, վերջացրել են, փակել են։ Ափսոս որ Ռուբենսի այդ նկարը չտեսանք, բայց հուսամ, որ մի օր կգանք տեսնելու։ Մի խոսքով լավ ժամանակ անցկացրեցինք քաղաքի մեջ։ Հիմա էլ եկանք, այստեղ մարդիկ հավաքվում են արդեն, որ համերգը կսկսվի։ Դե ինչ, սպասենք, տեսնենք ինչպես է նվագելու Մարի Քլերը։ Առայժմ ժյուրի անդամները զբաղեցնում են իրենց տեղերը, բեմը պատրաստ է, երկրորդ համարով ելույթ է ունենում Մարի Քլեր Մանուելյանը, լսենք նրա կատարումը։ Ջութակը լարում է և ուր է կնվագի։
Հիանալի կատարում էր։ Ահա եւ Մարի Կլեր Մանուելյանը։ Լավ հիշեք այս փոքրիկ տաղանդավոր աղջնակին, ով դեռ մեզ շատ կզարմացնի։ Հաջորդ կատարումը լսենք։ Ահա այն երիտասարդը, որ ասում էինք հայ է, բանից պարզում է, ինքը ծագումով իրանցի է, պարզապես հայկական ազգանվան նման վերջավորություն ուներ եւ սկզբում թվում էր, թե որ հայ է, անընդհատ բալետ էինք անում, ծափահարում, վերջում մոտեցա, խոսեցի, ասեց, որ չէ, ինքը Իրանից է եւ ամենալավ կատարողը ինքն էր, բայց զարմացան, որ առաջի մրցանակը իրեն չտվեցին։ Մի խոսքով Առաջին 2 եւ 3-րդ տեղերի մրցանակներ շնորհվեցին բոլոր մասնակիցներին, փոքրիկ դրամական նվեր եւ իմ կարծիքով այս 9 շրջանակները ասոցացվում են 9 մասնակիցների հետ, թեպետ մեկը բացակա էր։ Հիանալի էր, ամեն ինչ տաղանդավոր երեխաներ են։ Համոզված եմ, որ բոլորն էլ դառնալու են հայտնի մենակատարողներ։ Ավարտվեց 2 մասից բաղկացած այս հրաշալի համերգ մրցույթը եւ հիմա ժյուրին գնացել է որոշելու, իսկ այս պահին մենք հիանանք այս դահլիճի առաստաղով։ Ի դեպ մենք տեսանք, զրուցեցինք նաեւ համերգը վարող դիրիժորի հետ, շատ հիանալի զրույց ունեցանք։ Կանչեցին մասնակիցներին, Մարի Կլերն էլ է գնում եւ հետո արդեն ինքնուրույն գալիս է դեպի մեզ։ Տեսեք ինչ հրաշք է։ Նայեք ինչքան սիրուն է։ Նայեք այս փոքրիկին, ողջույններս Մարի ջան։ Սիրելի հետևորդներ, համերգը վերջացել է, սպասում ենք, որ ժյուրին գնացել է որոշի, թե մրցանակ ով է ստանալու։ Այսպես անհանգիստ վիճակ է մեզ մոտ։ Ասեմ ձեզ, որ շատ լավ համերգ էր, իհարկե ես բոլորին չնկարեցի, դուք միայն հայերին տեսաք, մեր փոքրիկ Մարի Կլերին եւ վերջին տղան էլի հայ էր, չգիտեմ երևի իրանահայ, այդպես կասկածեցին, որ ազգանունը տարբերվող էր, միգուցե, չգիտեմ, ամեն դեպքում շատ հետաքրքիր համերգ էր, լավ էր, որ այսքան կիլոմետր կտրեցինք, եկանք հասանք, մեծ բավականություն ստացանք, ու հիմա էլ Մարի Կլերը սիրտը գցում է անհամբեր, սպասում է, թե ինչ են հայտարարելու, դե բնականաբար մենք արդեն նվերների փոխանակումը արել ենք, սպասում ենք անհանգիստ։ Ծանոթացեք տաղանդավոր Մարի Կլերի, տաղանդավոր մայրիկի հետ, ով նույնպես երաժիշտ է եւ շատ լավ անձնավորություն է, արտակարգ մարդ արշալույսը։ Marie Claire Manouelian. Ահա եւ դեմ է բացանում Մարի Կլերը, որը զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը իր հասակակիցների խմբում։ Սա մի նոր առաջընթաց էր նման հրաշալի մրցույթներում մասնակցություն ունենալու համար, ինչու թե նաև շատ ուրախալի է, որ զբաղեցրել է նման պատվավոր տեղը։ Մաղթում ենք Մարի Կլերին բազմաթիվ հաջողություններ։ À l'année prochaine.
Մի կարևոր բան էլ ասեմ կամբրեի մասին։ Ուրեմն այս անանուխի կոնֆետները ստեղծվել են 19-րդ դարում եւ մինչեւ հիմա արտադրվում են եւ համարվում են կամբրեի խորհրդանիշներից մեկը։ Կոչվում են Bétis de Cambre։ Շատ համեղ կոնֆետներ էին եւ հենց սպասասրահում իրենք հյուրասիրում էին բոլորին իրենց քաղաքը ներկայացնող եւ շատ հայտնի այս Bétis de Cambre կոնֆետներով։ Երբևէ փորձել եք, ովքեր են ապրում Կամբրեում, եթե հետևողներ ունեմ, արձագանքեք։ Ջորջան համերգը վերջացավ, Մարի Կլերը շահեց երկրորդ մրցանակը, դեռ բեմում իրարանցում է ժյուրիի հետ կապված գործեր, մրցանակաբաշխություն եւ տարբեր բաներ։ Ես արդեն դուրս եկած, տեսություն ասեց իրենց, նվերս հետս վերցնում եմ, հրաժեշտ ենք տալիս այս հրաշալի սիրուն քաղաքին, ինչպես նաեւ այս հրաշք կոնսերվատորիային, որտեղ տեղ ունեցավ իրականում շատ լավ համերգ։ Իրոք տաղանդավոր երեխաները շատ էին, հույսով եմ, որ նրանք կհասնեն իրենց նպատակին, բոլորն էլ ցանկանում են դառնալ մենակատարողներ, մենանվագողներ, այդպես են էլի ասում, սոլիստներ լինեն։ Մի խոսքով եւս մի հետաքրքիր օր անցկացրեցինք ձեզ հետ միասին։ Հիմա գնանք տուն, քանի որ մեզ շատ երկար ճանապարհ է սպասվում, քաղաքն էլ սիրելի գրկապած, իդեպ իմացա, որ շատ հարուստների քաղաք է, փոքրիկ է, քիչ մարդ կան, բայց եւ նաեւ հարուստ։ Առայժմ կհանդիպենք Լիլում։ Ջան արդեն տանն եմ, ուզում եմ ցույց տալ Արշալույսից ստացած իմ նվերները եւ ասել, որ շատ արտակարգ համերգ է, շատ սիրուն քաղաք է։ Մի խոսքով տպավորությունը շատ էր, տուն ենք եկել, հիմա սա ցույց տամ ու պատրաստում ենք դուրս գալու։ Կիրակի է, ասում են, որ արդեն սկսվել է մեր քաղաքի տանգոյի պարերը։ Անցած տարի դուք ականատեսն եք եղել, եթե մշտապես հետևում եք ինձ։ Հիմա գնանք, դուրս գանք զբոսնելու, եթե տանգո կլինի կդիտենք միասին, եթե ոչ կքայլենք եւ քաղաքի տեսարժան վայրերը էլի ցույց կտամ իմ հյուրերին։ Մի խոսքով անընդհատ վազքի ու քայլքի մեջ ենք, իհարկե հոգնեցուցիչ է հարցրել է Սոնյան, բայց քանի որ շատ տրանսպորտ ես չեմ նստում քաղաքի մեջ, այդպես պատտվում ենք, ինձ համար այդքան էլ վատ չէ։ Սպորտ եմ անում, ինձ թվում է նույնիսկ նիհարել եմ այս շորտս մի տեսակ թույլ նստեց, որը ուրախալի է, հետո կկշռեմ։ Չնայած էլի լավ սնվում ենք, բայց դե անընդհատ երևի շոկ եք, հայլում ենք։ Մի խոսքով սիրելիներս, այսպես շատ հետաքրքիր օրեր ենք ունենում եւ հիմա ցույց տամ Արշալույսիս նվերը։ Ես մոռացա իմ նվերը ձեզ ցուցադրել, փափուկ այդպես նապաստակ էի տարել մեր Մարիի համար, այնպիսի բան էի տարել, ոնց որ երկիշներին կամ ֆիգուրիստներին, որ խաղալիքներ են, չէ, համերգույց հետո նվիրում, այդ մտքով ուրեմն նվիրեցի, համոզված եմ, որ այդ խաղալիքը նա կպահի եւ իր համար կդառնա թալիսման, հաջողությունների թալիսմանը, հենց այդ նպատակով էլ տվել եմ։ Ուրեմն եթե ինձ հիմա լսում եք Արշալույս Մարի Կլեր, շատ շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ, որ նման լավ դուստր ունեք եւ որի համերգին ես ներկա գտնվեցի, հաճելի էր մեր երկրորդ անգամվա հանդիպումը, չնայած կարծես թե 1000 տարվա մտերիմներ լինենք ես ու Արշալույսը, ամենօրյա շփման կապի մեջ ենք մենք միասին։ Այսպես սիրելիներս, Արշալույսից նվերները ցույց տամ։ Ուրեմն քաղցաշ կոնֆետներ, մոտիկից էլ ցույց կտամ, շատ գեղեցիկ, այսպես, ճիշտ ասած, հենց այս կտորից եմ սիրում ես շարֆեր, շատ հաստ շարֆեր, ես չեմ սիրում ձմռանը, բարակ եմ գցում, բայց քանի որ սա, տեսեք, գույնս գույն է, բնականաբար, ամառային կամ ինչ-որ գարնանային, այսպես սիրում, սև շորերի հետ, լավ կստացվի, ես էլ փափուկ այդ շարֆիկը եւ ամենակարևոր ու սիրուն, ոչ թե կարևոր, ամենասիրուն նվերներից մեկը բրասլետ է, լավ է, որ այսպես է, հիմա կփորձեմ, որ կապեմ, որովհետև դժվարանում եմ ես կապելը, դե ձևեր կան հեշտ կապելու համար, բայց իմ մոտ դա չի ստացվում, ամեն դեպքում սա լավագույն տարբերակն է Արշալույս ջան, իրոք ճիշտ է որոշել, թե ես ինչ եմ սիրում, ինչ կարելի է
Շնորհակալ եմ մեկ անգամ եւս այս գեղեցիկ նվերների համար եւ հիմա սիրելիներս մոտիկից ցույց տամ ու դուրս գնանք ման գալու ժամանակը շատ այդպես իզուր չկորցնենք, որովհետեւ վազքի մեջ ենք։ Այսքան բան մեր դեմի այս հատվածը կամած հանում են ի ուրախություն մեզ եւ արդեն կարելի է պատշգամբ դուրս գալ։ Մեր ծաղկամանը մնացել էր այդ երկաթի հարկերի մեջ, ասեցի տվեցին, բանից պարզվում է, որ ուկրաինացիներեն, ռուսերեն դե խոսում էին, չգիտեի, ֆրանսերեն հարցրեցի, ասում անգլերեն, ասի չէ, ես էլ անգլերեն չգիտեմ, եւ ռուսերեն հարցրեցի, որովհետեւ լսել էինք արդեն, որ ինչ-որ ռուսերեն բառեր ենք խոսում, իրանց այդ լեքսիկոնից բան, մի խոսքով ասեցա, հիմա տվեց, դրեցի պատշգամբ, կհավաքեն, այս պահին լավ է չխկտղկը քիչ է եւ այսքանը կհանդիպենք Ժողովուրդ ջան, դե հիմա խառնենք։ Լավ մնացեք։ Դե մոտիկից էլ տեսեք Ժողովուրդ ջան։ Այս էլ սիրուն գույներով։ Սա էլ բրասլետս։ Երեկոյան էլ վայելեցինք մեր քաղաքի Բուխսի շենքի ներսում տեղի ունեցող տանգոյի հրաշալի պարերը։ Ամեն կիրակի ժամը 7-ից կամ 7:30-ից մինչև ուշ երեկո պարում են տարբեր խմբեր։ Տեսեք ինչքան գեղեցիկ են հագնել, բոլորը բարձրակրումներով են։ Տարբեր տարիքի մարդիկ են պարում։ Նշանակություն չունի տարիքը, սեռը, մի խոսքով հրաշալի տոնական տրամադրություն է ստեղծվում։ Վայելեցինք մի լավ այս պարերը, որից հետո նորից շարունակեցինք քաղաքի տեսարժան վայրերի ուսումնասիրությունը։ Իդեպ մեր քաղաքը իրենք շատ էին հավանել, լրացուցիչ ասեմ, էլի գով եմ, շատ սիրուն եւ տարբերվող գեղեցիկ քաղաք անվանեցին։